Բնականաբար ոչ միայն մեր բոլոր երկրների ուժը դա իր անկախության գոյությունն է։ Քեզ հարգում են, քեզ ընդունում են, քո հետ հաշվի են նստում, եթե դու ինքնուրույն ես, ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն ունես, այսինքն ինքնիշխան ես, արժանապատիվ ես եւ այդ բազայի վրա ես դու կարողանում խոսել ուրիշների հետ, այսինքն որքան քո մոտ ուժեղ է այդ զգացողությունը եւ դա արտահայտվում է դրսի այդ հարաբերություններում, դա դառնում է այդքան քո համար արժեք, լրջագույն արժեք, կռվան։ Եվ սրա մեջ կարևոր է նաեւ ոչ միայն արտաքին սիմվոլները, ասենք ինքնուրույն ես, երբ որ ունես դրոշ, ունես հիմն, ունես ներկայացություններ, դեսպանատներ, բայց միջազգային կառույցները նաև հաշվի են առնում, թե այդ ինքնուրույնության, սուվերենության, ինքնիշխանության համար որքանով է տեր կանգնում քո ժողովուրդը, այսինքն որքան ժողովուրդը տեր է իր անկախության եւ պետականությանը, դու այդքան ուժեղ ես արտաքին հարաբերություններում, ինչու՞ չէ նաև ներքին հարաբերություններում, այսինքն անկախության կրողը ժողովուրդն է, այդ առումով ժողովուրդը այդ զգացողությունը պետք է արտաքին իմպուլս ուղարկի, որ ես տեր եմ իմ անկախությանը։